Ողջույն սիրելի հայրենակիցներ, հերավար կապով ես այս պահին հարցազրույցի եմ հրավիրում Մենուա Սողոմոնյանին, միջազգայնագետ, հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Սողոմոնյան, լսում եմ ձայնը։ Պարոն Սողոմոնյան, Լսում է։ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք շատ արագ մեկնաբանություն տալ, թե ինչ է կատարվում, որովհետև այսօր օրը բացվեց մեր բոլորի համար հերթական անգամ մեր հայկականությանը, հայկական ինքնությանն ուղված իշխանական գործողություններով մենք առավոտ շուտ վաղ տեղեկացանք, որ այս իշխանությունը այդ դիմակավորված անձանցով ներխուժել էր Արագածոտնի մարզի Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պողոսյանի բնակարան, այնտեղ փաստորեն նրան առևանգել էին եւ նրա հետ միաժամանակ եւս 6 հոգեվորականների երկար ժամանակ հայտնի չէ թե որտեղ է գտնվում Սրբազանը։ Ես կխնդրեմ նախ դուք գնահատական տաք ինչ է կատարվում մեր երկրում եւ եթե կարելի է հենց հիմա նաեւ տեղեկացրեք գտնվել է տեղը Սրբազանի թե ոչ, թե նա շարունակում է այս իշխանության կողմից մնալ առևանգված։ Խնդրեմ, լսում ենք, պարոն Ոչ, Սողոմոնյան։ այս պահին իմ ունեցած տեղեկություններով որևէ բան հայտնի չէ Սրբազանի գտնվելու վայրից եւ բացի Սրբազանից եւս այլ հոգեվորականներ էլ կան, որոնց մասին ասում են, թե նրանց տեղն էլ ոչ ոք չգիտի, հավանաբար առևանգված վիճակում են գտնվում եւ առևանգման դեպքը հաստատորեն առաջինը չէ, առաջին անգամ չէ, որ մենք ենթադրյալ առևանգման դեպքի հետ գործ ենք ունենում, միջամտությամբ իրավապահ կոչված, ճակերտյալ իրավապահ կոչված համակարգի։ Եվ պետք է նշել, որ զանգվածային ձերբակալության, զանգվածային բերման ենթարկելու, հոգևորականներին զանգվածային բերման ենթարկվելու, ձերբակալելու, սա աննախադեպ քայլ էր, որը կատարվել է, որովհետև մինչ այս անհատական դեպքեր են եղել, ինչպես Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի դեպքերը, բայց այսպիսի զանգվածային ամբողջ մի թեմի հոգևորականների կամ հոգևորականների մի մասի բերման ենթարկել եւ ինչ որ քրեական գործեր հարուցել նրանց վրա, այսպիսի դեպքեր չեն եղել։ Սա ահազանգ է այն մասին, որ հաջորդելու են այլ ձերբակալություններ, բնականաբար սրանով չի վերջանալու, նոր շինծուգործեր են լինելու ու դրանք բազմաթիվ են լինելու, տասնյակներով են լինելու, հարյուրներով են լինելու, այնքան ինչքան մարդ կա, հոգևորական կա արժանապատիվ, ովքեր որ ինչ որ կերպ կարող են քաղաքացիական կեցվածք հանդես բերել կամ չհամագործակցել իրենց հետ, հա, այդ իշխանություն կոչվածը վարչախումբը փորձելու է բոլորին մեկուսացնել, փորձելու է ճնշել եւ սրանով եկեղեցու դեմ սկսած իրենց արշավը ցեղասպան գործունեությունը այն համեմատելի է Աբդուլ Համիդյան, երիտթուրքական, քեմալական, ինչպես նաեւ բոլշևիկյան ցեղասպան գործողությունների եւ տերորիստական գործողությունների հետ լիովին համեմատելի է։ Ուրեմն երիտթուրքերի, քեմալականների, բոլշևիկների կողքին քաղաքացիական պայմանագիր կոչված կառույցը եւ նրա պարագլուխները հանգիստ դասվում են այդ շարքը, որոնք որ տերոր են իրականացնում, ահաբեկչություն են իրականացնում հայ ժողովրդի դեմ, հայ ժողովրդի 2000-ամյա հոգևոր կառույցի Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու վրա այսպիսի պիղծ թրքահաճո հարձակումների ձևով։ Պարոն Սողոմոնյան, փաստորեն այս իշխանությունը անկարող լինում այս պահին Փաշինյանը անկարող է լինում իր հրահանգը, հիշում եք, չէ, Բեհարանի վրա հարձակման հրահանգ է տվել իրականացնել, կարող ենք ասել, որ այս տարբերակով հերթով հոգևորականներին կամ ներսից եկեղեցին ջարդելու ճանապարհով է գնում։ Մի Տեր Արամ անունով մեկին էլ գտել են, որին կանչեցին հանրային հեռուստատեսություն, նրան փաստորեն պատվիրված այսպես ծրագիրն է իրականացվում։ Ինչ կասեք այս մասին, որտեղ
որովհետև քննչական կոմիտեն այսօր հայտարարել էր, թե իբր պայմանավորված այդ միտինգներ, հա, հավաքներ անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելու հետ է կապված այս գործողությունները եղել, իսկ մենք հիշում ենք, որ Տեր Արամ անունով այդ քահանան դժգոհել էր, թե իրեն պարտադրանքով են ուղարկում ցույցերին կամ թույլ չեն տալիս, որ մասնակցի իշխանական, հա, այսպես ասած, ցույցերին։ Ես բառացի այդպես չեմ հիշում իր այդ բանը, բայց ինքը իր դժգոհությունը հանրային հեռուստատեսությամբ արտահայտել էր, թե վեհափառի կողմից հարկադրանք կա։ Մենք ինչ ենք տեսնում, ներսից քանդում են սրանք եկեղեցին, ներսից ականներ են դրել եկեղեցու տակ, խնդրեմ։ Նախ այդ հայտարարությանը փորձեմ անդրադառնալ շատ կարճ։ Ես վերջին տարիների գրեթե բոլոր ցույցերին մասնակցել եմ։ Եթե ոչ բոլոր, ապա գրեթե բոլոր միտինգներին, հանրահավաքներին մասնակցել եմ եւ որևէ մի անգամ չեմ տեսել, որ հոգեվոր դասը ամբողջությամբ այսպես բոլորը մի մարդու պես գան։ Եթե ինչպես նշում է այդ մարդը, այդ հոգեվորական, ինչպես նշում է պարտադրանք է եղել, ապա այդ պարտադրանքը եղած կլիներ բոլորի նկատմամբ եւ բոլորին բերման ենթարկած կլինեին, ճակերտավոր ասած, այդպիսի քաղաքական ակցիաների ցույցերի։ Հետևաբար սա ուղղակի սուտ է եւ ստի անամոթության աստիճանի հասնող սուտ է։ Այո, այս քայլերով ականներ են դնում, եկեղեցու միասնությունն են ուզում խարխլեն, նրանց թիրախը, նրանց նպատակը մեր վեհափառ հայրապետն է, անել ամեն ինչ, որպեսզի վեհափառ հայրապետին գահընկեց անեն, սա է նրանց նպատակը, եւ այն ինչ որ տեղի է ունենում, այդ ճնշումների միջոցով ցանկանում են ահաբեկել քահանայից դասին, շատ մեր քահանաների, որպեսզի նրանք կամ իրենց հետ համագործակցեն եւ ի վերջո մտնեն այդ խաղերի մեջ, այդ պայմանավորվածությունների մեջ, ինչի մասին Փաշինյանը հայտարարել էր, հա, եկեղեցուն վերափոխելու, վեհափառ հայրապետին գահընկեցանելու, այն ինչի մասին հայտարարել էր, սրանք ճնշումներ են, այս ամեն ինչը տեղի է ունենում, դա իրականացնելու համար, բայց դա նաև մյուս իր կողմը ունի, մյուս երեսը ունի, բնականաբար նպատակը քաղաքական կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելն է, որտեղ Փաշինյանը հանդես կգա ուժեղ տղայի դիրքերում, պայքարողի դիրքերում, կստեղծվի ոնց որ ասած նոր հակառակորդի կերպարը, նոր երկրի զարգացմանը խոչընդոտողի կերպարը, եթե դրանք առաջ, չգիտեմ, նախկիններն էին, մյուսներն էին, հիմա արդեն նոր հակառակորդի կերպար են իրենց համար ստեղծում, որպեսզի քաղաքական մոբիլիզացիա կարողանան իրականացնել իր էլեկտորատին, իր ընտրող մարդկանց, մեր մոլորյալ են շատ հայրենակիցներին, որ դեռ հավատում են իրեն եւ ակտիվ են իրեն վերարտադրելու հարցում, իրեն ընտրելու հարցում, այդ մարդկանց կարողանա նոր իմպուլս տա, նոր դրդապատճառներ տա, նոր շարժառիթներ տա իր շուրջը համախմբելու համար։ Պատկերացրեք, իսկ այս ամեն ինչը միևնույն ժամանակ զուգորդվում է թշնամական ուժերի կողմից եկող ճնշումներով եւ պատահական չէ, որ օրեր առաջ նորից Ադրբեջանի մուսուլմանների այդ առաջնորդ վարչության պետ է կոչվում, թե ինչ է կոչվում Փաշազադեն, նոր վերբալ խոսքային գրոհ էր սկսել մեր եկեղեցու նկատմամբ եւ մենք տեսանք, որ զուգորդված է այս ամեն ինչը տեղի ունենում։ Շատ պարզ է, որովհետեւ մեր թշնամիներին, մեր հակառակորդներին անհրաժեշտ է ջլատել մեր միասնությունը, իսկ մեր միասնության կարևոր հիմնասյուներից մեկը մեր եկեղեցին է, մեր ինքնության կարևորագույն այդ հիմնասյունը, քանդել այդ հիմնասյունը, որից հետո շատ ավելի կհեշտանա մեզ կործանելը, մեզ պետականազրկելը, մինչև անգամ ֆիզիկական ոչնչացման ենթարկելը, որոնք համոզված եղեք, որ նրանց ծրագրերում կան։ Համոզված եղեք։ Այո, միանշանակ, շնորհակալ եմ, որ դուք նկատեցիք եւ շեշտեցիք այդ մասին, որ Փաշազադեի, այո, այդ հերթական հայտարարությունից հետո Փաշինյանը անցավ հերթական գրոհի։ Սա իր երկրորդ դեպքն է, պարոն Սողոմոնյան, մեկ անգամ էր եղել նորից, եւ Փաշազադեն նորից հայ առաքելական եկեղեցին թիրախավորելով հայտարարել, թե իբր ռևանշիստական է եւ խանգարում է խաղաղությանը, այսպես կոչված խաղաղությանը։ Եվ ես կխնդրեմ, եթե կարելի է հիմա այս պահին, որպես մեր հարցազրույցի ավարտ, ներկայացնեք ինչ է այս պահին, դուք դատարանի դիմաց եք, ինչ է այս պահին տեղի ունենում, ձեր վերջին տեղեկատվությունը։ Դուք որտեղ եք? Երևանի քննչական վարչությունն է, որտեղ որ նախաքննական process է տեղի ունենում, էլի, դա դատարան չէ։ Այո։ Այս նախաքննական process-ն է տեղի ունենում եւ ես այստեղ եմ հիմա
այստեղ են նաև իրավապաշտպաններ, այստեղ են փաստաբաններ, այստեղ են լրագրողներ եւ քաղաքացիներ, քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ եւ այստեղ են մարդիկ Այո։ հավաքվել, այդքանը կարող Հասուն եմ է ասել։ ստացվում է ինչ եւ եզրափակենք, ստացվում է ինչ իշխանությունը իրականում խուլիգանական քայլ է սա։ Պարոն Սողոմոնյան, այլ գնահատական դժվար է տալ, առևանգել հոգևորականին, անունը ինչ դնել սրա։ Եվ մենք ոչ մեկ, բոլորս չենք կարողանում դեմ դուրս գալ այս հակահայկական իշխանության անուն ղեկը ստանձնել է այդ մի խումբը։ Եվ իրականում իրականացում է եւ մեր դեմ հայերիս դեմ խուլիգանություն։ Սրա դեմը ո՞նց ենք առնելու, պարոն Սողոմոնյան։ Շատ լավ։ Հիմա շատ ճիշտ եք ասում, բոլորիս հոգիները փոթորկված են, բոլորս վրդովված ենք, բոլորս հոգեբանական շատ ծանր վիճակում ենք գտնվում, իսկապես այսպիսի բան չենք կարող պատկերացնել, ամենավատ երազում չենք կարող պատկերացնել, որ մեր հոգեբորականների այսպիսի զանգվածային ձերբակալություններ, կալանավորումներ եւ մեր նվաստացում այսպես տեղի կունենա։ Սրա դեմ առնելու ճանապարհը հետևյալն է, մեկն է, եթե այլ ճանապարհ լիներ, այս պահին այլ նախադրյալներ լիներ, ես գուցե կասեի, ես չեմ տեսնում բացի մի կարևոր հանգամանքից։ Մենք պետք է կարողանանք հասկանալ, որ սա սկիզբն է եւ շարունակվելու է այս process-ը։ Հետո մյուս թեմերին են անցնելու։ Տավուշին են անցնելու, Գուգարքին են անցնելու, Շիրակին են անցնելու, բոլոր այնտեղ, որտեղ որ կան մեր հոգևորականներ, որոնք քաղաքացիական կեցվածք են դրսևորում եւ սա մենք պետք է հասկանանք, որ եկեղեցու խնդիր չի, միայն եկեղեցու թեմա չի։ Սա մեր ամբողջ Հայի ազգի դեմ ժողովրդի ուղված, թեման է։ այո, Մոտենապես ինչ պատասխանատվություն այստեղ ունեն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները։ այո, Մենք մի քանի օր առաջ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը հայտարարությամբ հանդես եկավ եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ դա հիշեցնել, որ ելքը արտախորհրդարանական դաշտում գործող քաղաքական ուժերի եւ միավորումների 2, 3, 1, չգիտեմ, բլոկների, դաշինքների հաստատումն է։ Մի քանի դաշինքների ձևավորումն է ընտրություններին ընդառաջ ու պետք չի ասել, որ դրա ժամանակ չկա, մինչև այդ հասնենք կհատնենք, կհալվենք։ Այս պահի դրությամբ հնարավորություն է էսե, որպեսզի արտախորհրդարանական դաշտում տեղի ունենա միավորման գործընթաց, գնան դաշինքներ ստեղծելու գործընթաց, այո, որը ավելի մեծ թվով քաղաքացիների մասնակցություն կապահովի ընտրական process-ներին, իսկ դա ուղիղ հակասում է Փաշինյանի իշխանությանը։ Փաշինյանի ուզածը այն է, որ քիչ մասնակցություն լինի եւ շատ ձայների փոշիացում տեղի ունենա։ Երբ որ տեղի ունենան ռեալ իսկական միավորումներ, արժանահավատ միավորումներ, երբ որ տեղի ունենան, ռեալ ուժեր ներկայացնեն իրենցից արտախորհրդարանական դաշտի այդ միավորումները, ապա դա կնպաստի եւ մասնակցության բարձրացմանը, ընտրություններին ավելի մեծ թվով մարդիկ կմասնակցեն եւ ձայները ավելի քիչ կփոշյանան եւ այդպիսով մենք մի քանի ամսից հնարավորություն կունենանք իսկապես կանգնեցնելու այս թափանիվը եւ զրկելու Փաշինյանին իշխանությունից։ Այս պահի դրությամբ լուծումը ես եւ մեր կազմակերպությունը այստեղ ենք տեսնում։ Ձևավորել շնորհակալ եմ, այո, արտախորհրդարանական արդյունավետ դաշինքներ։ այո, պետք է մի կողմ թողնել բոլոր քաղաքական ամբիցիաները եւ համախմբվել։ Միանշանակ Այո, շնորհակալ եմ, պարոն Սողոմոնյան, հեռավար կապով, այս ուղիղ կապով մեզ վերջին տեղեկատվությունը փոխանցելու համար։ Ես վերհիշեցնեմ, որ ես հեռավար կապով զրուցում էի Մենուա Սողոմոնյանի հետ, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ։ Լավ եղեք, մենք կշարունակենք Zoom-ով մեր հարցազրույցները տարբեր գործիչների հետ։